Այսօր Վալոդիա Գրիգորյանը 42 տարեկան կդառնար, դուք իր ամենամտերիմ ընկերն եք, ըստ էության համայնքն եք արդեն ստանձնել ղեկավարումը։ Ի վերջո, ըստ ձեզ 2.5 ամիս է անցել, կբացահայտվի սպանությունը, հարազատները պատվիրատուի մասին են շեշտադրում, նախաքննական մարմինն ասում է, ըստ էության բավարար ապացույցներ չկա, միայն նա, որ Գևորգ Հարությունյանին տարել է, ճանապարհել է, դրանով որ մարդ չենք բռնելու։ Ի վերջո, ըստ ձեզ կբացահայտվի սպանությունը։ Դուք այդ կարծիքին եք, իսկ գործի քննությանը որպես ընկեր գոհ եք այդ գործի քննության ընթացքից։ Ձեզ որպես ընկեր օրինակ նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննության։ Իսկ Վալոդիա Գրիգորյանի աշխատանքներից, կիսաթողած գործերից այս պահին որն եք ստանձնել ու կոնկրետ որ աշխատանքն եք անում, որ գործն եք անում։ Այս պահին կիսաթողած գործերը արդեն ավարտին ենք հասցրել, ասֆալտապատման գործեր կար, բարակարում, հայրովում ընթացիկ գործերը ակում է, այգեքում են վերջացրել, շատ տարիքանքով հասցին չաչացել։ Իսկ կա մի բան, որ Վալոդիա Գրիգորյանից հաճախ հիշում եք, որ ձեզ աշխատանքի վայրում, աշխատասենյակ մտնելուց կամ ամեն քայլափոխի, որ ձեր ներսից պարբերաբար հիշում եք, կասեք որ արտահայտությունն է, որ խոսքն է, որ ձեզ միշտ ուղեկցում է իր խոսքերից։ Իրա խոսքած մեր կյանքն է սենց դասավորված։ Ուղեկցում է այդ խոսքերը միշտ ձեզ։ Պարոն Ախրատյան, այնուամենայնիվ իշխանությունը քաղաքական որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ սպանությունը բացահայտված է, սա կարծես փետրվարյան դեպքերի շարունակություն է, այդպես բնութագրեցին։ Այս մասով ինչ կարող եք ասել, այս տեսակետի, այս ասացի դուք համաձայն եք, թե չէ, բացահայտված է ձեզ համար այս սպանությունը։ Ինչ հարցեր կան, որ ձեր մեջ ունեցել։ Սույթը վկայում է, որ սպանությունը բացահայտված։ Կան մարդիկ, որ օրինակ կասկածում եք, մտածում եք, չգիտեմ։ Դա արդեն մի քիչ քիչի վերաբերում է ավելի շատ։ Աղտոանները համայնք չեն վերադարձել, չէ՞։ Եվ ասած տեղեկությունները ոչ։ Գևորգի Հարությունյան հարազատները եւս չէ, բանում մերձավանում չեն, ինչպես նաեւ Նարեկի հարազատները։ Ինչքան ժամանակ պետք է չվերադառնան ըստ ձեզ որպես համայնքի ղեկավար։ Չեմ կարող ասել։